Խմբավորում երաժշտությունը մենք ոչ միայն լսում ենք, այլ նաև գրի ենք առնում, եւ ռիթմական պատկերը հեշտ գրի առնելու եւ կարդալու համար անհրաժեշտ է իմանալ ինչ է իրենից ներկայացնում խմբավորումը։ Տակտի մեջ ընդգրկված մանր տևողության նոտաները խմբերով կոչվում է խմբավորում։ Խմբավորումը լինում է երկու տեսակ՝ վոկալ եւ գործիքային, ինչպես նաև խմբավորումը կարող է լինել բարդ խմբավորում, պարզ խմբավորում։ Շատ հաճախ մենք բանալու կողքին կարող ենք տեսնել 2 քառորդ, 3 քառորդ, 4 քառորդ, ահա 2 քառորդ, 3 քառորդ, 4 քառորդ, ահա այսպիսի նշան, որը կրկին 4 քառորդն է, 3 ութերորդական, 6 ավելի բարդ տևողություն, 9 ութերորդական եւ այլն, 12 ութերորդական կարող ենք տեսնել։ Ինչ է նշանակում 2 քառորդ։ Վերևի թիվը ցույց է տալիս, թե քանի բախում կա մեր կոնկրետ մեր տակտում։ Կոնկրետ 2 քառորդի դեպքում 2 բախում կա։ Իսկ ինչ է նշանակում քառորդ, դուք գիտեք, քառորդը դա այս տևողությունն է, քառորդ տևողություն։ Եթե 2 քառորդ է, ուրեմն մենք ունենք 2 քառորդ։ 2 քառորդ գրենք, 2 քառորդ։ Ուրեմն մեր տակտում կա 2 բախում, 2 քառորդ։ Եթե մեր տակտը լրանում է 2 քառորդը, կոնկրետ մեր դեպքում արդեն մենք ունենք 2 քառորդ։ Ուրեմն տակտը պետք է փակել։ Կամ կարող է լինել 2 ութերորդական, ինչպես գիտեք, քառորդի մեջ կա 2 ութերորդական։ Ահա, սա 1 քառորդն է։ Ահա, խնդրեմ, 1 քառորդ նոտա եւ կարող է լինել հենց 1 քառորդ նոտա։ Ուրեմն մեր տակտի գումարը կազմեց 2 քառորդ, հետեւաբար տակտը փակում ենք։ Կարող է լինել 4 16-րդականներ, ինչպես հիշում եք, 4 16-րդականը դա հենց 1 քառորդն է, եւ կարող է լինել 8-րդականներ, սա էլ է քառորդ։ Ահա, ընդհանուր մեր տակտի գումարը կազմեց կրկին 2 քառորդ։ Ուրեմն, եթե մենք ունենք բանալու կողքին 2 քառորդ, ուրեմն մեր յուրաքանչյուր տակտի գումար պետք է լինի 2 քառորդ եւ չգերազանցի 2 քառորդը եւ 2 քառորդից պակաս չպետք լինի։ Օրինակ, չի կարող լինել 2 ութերորդական։ Այսպես տակտը կիսատ կլինի։ Կամ լինի ավել 2 քառորդից, եւս չի կարելի, պետք է լինի ուղիղ 2 քառորդ, հա, այսպես, կարող է լինել այսպես, ոչ ավել եւ ոչ պակաս 2 քառորդից, իսկ եթե մենք ունենք 3 քառորդ, վերևի թիվը ցույց է տալիս 3 բախում, ահա, իսկ կապման միավորը քառորդն է, ահա, 3 քառորդ, 3 քառորդի դեպքում մեր տակտում պետք է լինի 3 քառորդ տևողություն, ահա այսպես կարող է լինել, ահա, սա 1 քառորդ, 2 քառորդ, 3 քառորդ, լրացավ 3 քառորդը, տակտը փակում ենք, 1 քառորդ, 2 քառորդ, 3 քառորդ, լրացավ մեր 3 քառորդը, տակտը փակում ենք, կարող է լինել քառորդ կետով, 1 քառորդ, 2 քառորդի 2 քառորդ եւ կարող ենք ավելացնել 3 քառորդը։ Լրացավ 3 քառորդը, լրացավ, ուրեմն տակտը փակում ենք 3 քառորդից ոչ ավել եւ ոչ պակաս պետք է լինի այս տակտում գտնվող նոտաների տևողության խումբը 3-ից ոչ ավել եւ ոչ պակաս։ Եթե մենք ունենք 4 քառորդ կամ հենց այս նշանը, ուրեմն մեր տակտում պետք է լինի 4 քառորդ 4 քառորդ, ընդհանուր թիվը պետք է կազմի 4 քառորդ, օրինակ կարող է լինել այսպես, սա 1 քառորդ, նայեք, 1 քառորդ, կարող է լինել այսպես, սա ավելի բարդ տակտի խմբավորում է, որը որ գրում եմ, ավելի բարդ տակտի խմբավորում է, ահա, կարող է լինել այսպես եւ այսպես, ահա, 1 քառորդ, 2 քառորդ, 3 քառորդ, 3 քառորդն է, սա էլ 4 քառորդն է, 4 քառորդն է, մեր տակտի մանր նոտաների խումբը կազմեց 4 քառորդ, ուրեմն մենք տակտը փակում ենք, ահա, կարող է լինել այսպես տակտում, ամբողջ նոտան հենց 4 քառորդն է, կարող է լինել այսպես, 3 քառորդ,
1 2 3 4, ահա, այսպես էլ 4 քառորդ։ Սա էլ 4 քառորդ նոտաների խմբավորումներ։ Իսկ հիմա տեսնենք 3 ութերորդական։ Եթե մենք ունենք 3 ութերորդական, վերևի թիվը ցույց է տալի բախում։ 3 բախում ունենք։ Իսկ չափման միավորը, չափը ոչ թե քառորդ է, արդեն ութերորդական է։ Ահա, ութերորդականներ։ Ուրեմն, մեր տակտում 3 ութերորդականի դեպքում պետք է լինի, ահա, 3-8։ Սա ավելի վոկալ խմբավորումն է։ Գործիքային խմբավորման դեպքում կլինի այսպես։ Կարող է լինել այսպես 2 16-րդական, 2 ութերորդական, 2 16, սա 1 ութերորդականն է, սա երկրորդն է, սա երրորդն է։ Եվ տակտը 3-8-ը լրացավ, վերջ, տակտը փակում ենք։ Ահա, մենք ունենք նաև 6 ութերորդական, 6 ութերորդական։ Ուրեմն մեր տակտում պետք է լինի 6 ութերորդական նոտաներ։ Եկեք գործիքային խմբավորումն անենք 1 2 3, 1 2 3։ Տակտը լրացավ 1 2 3 4 5 6։ Ուրեմն ինչ պետք է անենք, տակտը պետք է փակենք։ Կարող է լինել նաև այսպես. 1 2 3 4 5 6։ Ահա, կարող է լինել այսպես։ Կարող է լինել այսպես. 1 2 3 1 2 3։ Դուք գիտեք, որ քառորդ կետովի մեջ կա 3 ութերորդական։ 3 ութերորդական գումարած 3 ութերորդական, ընդհանուր թիվը կազմում է 6 ութերորդական։ Մենք ունենք նաև 9 ութերորդական, 12 ութերորդական եւ այլն։ 9 ութերորդականի դեպքում տակտում պետք է լինի 9 ութերորդական։ Իսկ ռիթմիկ պատկերը, ռիթմական պատկերը կարող է լինել տարբեր։ Ամենակարևորը, որ 9 ութերորդականից տակտում նոտաների տևողության խումբը չպետք է գերազանցի եւ 9 ութից ավելի քիչ չպետք է լինի։ Եթե 12 ութերորդական է, սրանք ավելի բարդ տակտերի խմբավորումն են, ուրեմն 12 ութերորդական պետք է լինի, 12-ից ոչ ավել եւ 12-ից ոչ պակաս, ինչպես մեր 2 քառորդի դեպքում, 3 քառորդի դեպքում եւ 4 քառորդի դեպքում։ Իսկ հիմա դիտարկենք 250 եւ 251 համարները։ Այստեղ առաջին տարբերակում ցուցադրված է վոկալ խմբավորումը, երկրորդ տարբերակում ցուցադրված է գործիքային խմբավորումը։ Եվ այստեղ ունենք 3 ութերորդական եւ այստեղ ունենք 3 ութերորդական։ Սակայն վոկալ խմբավորումը տարբերվում է։ Ինչու՞, քանի որ յուրաքանչյուր վանկի վերևում գրում ենք առանձին իրենց նոտաները, իրենց ռիթմերով։ Իսկ գործիքային խմբավորման դեպքում նայեք 3 ութերորդականները միացված են եւ ոչ միայն 8-րդականները, նաև 16-րդականներն են միացված, իսկ վոկալ խմբավորման դեպքում յուրաքանչյուր նոտայի տևողություն կախված է նրա վանկից։ Եվ եթե վանկի վերևում մենք ունենք մի քանի նոտաներ, մի վանկում մենք երգում ենք մի քանի նոտաներ, ապա այդ նոտաները, որոնք որ պետք է երգվեն հենց այդ վանկի ժամանակ, միացված է գրվում։ Օրինակ, այս դեպքում մենք 8-րդականները, ինչպես մյուս դեպքերում, չենք առանձնացնում, միասին են գրում, որպեսզի հասկանալի լինի V-ն մենք երգում ենք երկու նոտա, յուն առանձին կրկին նոտա են գրում եւ այսպես շարունակ։ Այն պատկերը ունենք նաեւ գորկե, դա при горке Որ երգելուց մենք երգում ենք երկու նոտա։ Դրա համար 16-րդականները ոչ թե գրված են առանձին, այլ գրված են միասին։ Ուրեմն վոկալ խմբավորումը կախված է երգի, կոնկրետ երգի բառերի վանկից։ Իսկ գործիքային խմբավորման դեպքում մենք այդպիսի խնդիր չունենք։ Խմբավորում ենք ռիթմական պատկերը 2 քառորդ տևողությամբ։ Տակտում տակտի ընդհանուր թիվը պետք է լինի 2 քառորդ, 2 քառորդից ոչ ավել եւ ոչ պակաս։ Նախ հիշենք, որ քառորդի մեջ կա 2 ութերորդականներ եւ 4 16-րդականներ, ահա, խնդրեմ, 16-րդականներ, ահա։ Ուրեմն 2 ութերորդական, ահա, սա 1 քառորդ է, 1 քառորդ ունենք, ահա, սա երկրորդ քառորդն է։ Ուրեմն լրացավ մեր տակտի հաշիվը 2 քառորդ։ Ուրեմն ինչ պետք է անենք, տակտի գիծը փակում ենք։ Երկրորդը,
այստեղ 16-րդականներ են։ Երկրորդ տակտը, նայեք, 4 16-րդական 1 քառորդի մեջ կա 4 16-րդական, հետևաբար սա կլինի 1 քառորդ, երկրորդ քառորդը պունկտիրային ռիթմն է, սա երկրորդ քառորդն է, ահա, 2 քառորդը լրացավ, ուրեմն տակտի գիծը փակում ենք։ Եվ երրորդ տակտը 2 16-րդականները 1 ութերորդական են, 1 ութերորդական 2 ութերորդականը, 2 ութերորդականը հավասար է 1 քառորդի, սա էլ երկրորդ քառորդն է, ահա, 2 քառորդը լրացավ, ուրեմն այստեղ մենք տակտը փակում ենք, այստեղ էլ ունենք 2 քառորդ, ահա և մենք խմբավորեցինք այս ռիթմական պատկերը 2 քառորդ տևողությամբ։ Ահա պարզ տակտերի օրինակներ, եթե տակտերում կան 8-րդականներ, 16-րդական նոտաներ, ապա նրանք միացված են մեկ ընդհանուր գծով, ինչպես մեր օրինակում։ Սա էլ բարդ տակտերի խմբավորման օրինակներն են, 4 քառորդ, 6 ութերորդական, 9 ութերորդական և այլն։